Ինչ հանդիպեք, ինչ անեք, քննարկենք, կտեսնենք առաջարկները, կլսենք, որը մեր կողմից կլինի, թեպետ ասեց ես պատասխանատու չեմ այդ հարցում, բայց որ կտեսնենք, որ մեր կողմից որը հնարավոր կլինի, մենք առաջարկները կլսենք, առաջ կքաշենք։ Տիկին Կարինե, օրեր առաջ ոսկու շուկայի տնտեսվարողները հանդիպել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ եւ կարծես թե նրանց հարցը լուծում է ստացել, ինչով է պայմանավորված այս տարբերությունը, հա? Ինչքան տեղյակ եմ, ինչքան լսելով տեղյակ եմ, նենց չի որ իրանց հարցը լուծում է ստացել, դեռ քննարկման շեմին է, բայց դա խաբեություն է։ Նաիրի Սարգսյանի առաջարկով ա եղել, երևի մեր բնակավարում էլ մի հատ Նաիրի Սարգսյան պետք է լիներ, որ մեր հարցնել առաջ տանեին, չգիտեմ, ծանոթով բարեկամով է երևի։ Նաիրի Սարգսյանը ինչ շահագրգռվածություն ունի ձեզ ամեն ինչում, որ փորձում է, որտեղ իրենք ազգային ժողով Նաիրի եւ Հայկ Սարգսյանները այդ քննարկման ժամանակ ներկային եւ առաջարկում էին 1%-ով աշխատել եւ վստահեցնում էին, որ բոլորը կներկայացնեն, կվճարեն հարկերը։ Ինձ թվում է դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ Նաիրի Սարգսյանը ոսկու բիզնեսի մեջ կա։ Ինքը հայտարարել է, որ գործունեությամբ է զբաղվում, բիզնեսմեն է։ Դե եթե բիզնեսմեն է, բնականաբար արդեն ինքն էլ պետք է իր շահերի համար բանավիճի, այդ ձևով է բանավիճի։ Հիմա ձեր պահանջը շարունակում է մնալ, որ շրջանառության հարկը շեմիջեցվի եւ մնա 5%-ը։ Բացի շրջանառության հարկը գույքագրումն է ամբողջ խնդիրը, որը տերոր է լինելու։ Ազգի վրա տերոր է լինելու, մանր ու միջին բիզնեսի վրա հարձակում է լինելու։ Տիկին Կարինե, ձեր կարծիքով իսկապես ժողովուրդը հոգնել է այս թանկացումներից եւ իսկապես դժգոհ է Նիկոլ Փաշինյանից։ Այսօր նա ստատուս է գրել, ասում է ժողովուրդն է բերել ինձ, ժողովուրդն էլ կհեռացնի, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Ես կարծում եմ, եթե այն ժամանակ 18 թվին հարցնեիք ժողովրդին, կարող է 10%-ը չուզենար Նիկոլ Փաշինյանին, հիմա եթե 10%-ն ուզենա, շատ 10%, չգիտեմ ինչ շահի դիմաց կամ ինչի համար է։ Այսօրվա այս ազգին ամբողջ այս վիճակի գցելու, ես մտածում եմ, պարոն Փաշինյանը հայ ազգին կարելի ասել երևի ատում է, որ այսքան ամբողջ ազգին բոլոր կողմերից է էլի ամբողջ այդ նեղությունը տալիս, ոչ թե մենակ մեզ տնտեսվարողներին։ Պետություն եմ կառուցում, պետություն եմ սարքում։ Հա, բա թող քիչ ծախսեն։ Թող 500,000-նոց մեքենա չառնեն, պետական մեքենաները վաճառքի եք դրել, որ ավելի լավ առնեն, 20 հատ մեքենա վաճառում էին, որ լավ առնեն իր համար։ Թող ինքն էլ մեզ նման լինի։ Մեզնից մեկն է։ Ասեցիք ատում է, հա, Նիկոլ Փաշինյանը։ Կարծում եմ, սա արդեն դա է ցույց տալիս։ Վերջի եթերներից մեկում ասում էր հավատակ չհավատակ սիրում են բոլորիդ։ Տաստված որ տես լիներ, որ սիրեր չէր կարող պայքարեր այն բանի համար, որ ազգը դուրս գար երկրից ավելի շատ հայաթափությունա լինելու սա։ Մի անգամ էլ փորձեցին, չէ, չստացվեց։ Դատարկվելու է։ Հիմա ասենք մի քիչ մարդիկ սկսեցին աշխատել, նորից ուզում են եղի, որ դուրս գան։ Այս երկրում հնարավոր չի իրանց տերորով աշխատել։ Հիմա այսօր ինչ եք պահանջում այդ հանդիպումից։ Միայն Նիկոլ Փաշինյանի, որտեղ ոչ մեկ ոչ մի արձագանք չի տա։ Իսկ որ ասում եք գույքագրումն է խնդիր, կմանրամասնեք ինչն է այդ։ Հիմա մարդիկ ունեն 10 տարվա ապրանք։ Այդ ապրանքը բերել են, մաքսազերծել են, էնդեսը վճարել են եւ չի վաճառվել։ Պետությունը միևնույնն է, մեզ էնդեսը հետ չի տալի։